Երևանի Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների համար համայնքային բյուջեից տրամադրվել է 456 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ։ Այս մասին Փաստինֆոն տեղեկանում է պաշտոնական բաց աղբյուրներում հրապարակված փաստաթղթերից, որոնց համաձայն քաղաքապետարանը պայմանագիր է կնքել Պրետր սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ։ Նշենք, որ այս ընկերությունը ստեղծվել է Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին ու անմիջապես մուտք գործել պետական գնումների շուկա ու շահել խոշոր պայմանագրեր։ Պետական ռեգիստրի տվյալների համաձայն այս ընկերությունը գրանցում է ստացել 2021 թվականի մարտի 22-ին ու շատ կարճ ժամանակահատվածում դարձել ՔՊ-ական իշխանության նախընտրելի գործընկերը, վերածվել պետական պատվերներ իրականացնող խոշոր կապալառուի։ Ընկերության մասնագիտացումն է ճանապարհաշինարարությունը, կամուրջների կառուցումը, հիմնանորոգումն ու արհեստական կառուցվածքների մոնտաժումը։ Ընդ որում այս ընկերության առաջ դռները բացել են հատկապես տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Ուսումնասիրությունների արդյունքում Փաստինֆոն պարզել է, որ 2022 թվականին արդեն այս ընկերությանն է վերապահվել Այրաթիայի կամրջի զրոյից վերակառուցման պատվերը։ Կառավարության ֆինանսավորմամբ իրականացված այս ծրագիրը դարձավ ընկերության այցեքարտը կամրջաշինության ոլորտում։ Նույն ժամանակահատվածում ընկերությունը հաղթող ճանաչվեց Ակնալիջ, Զարթոնք, Արևիկ ավտոճանապարհի ամբողջությամբ քայքայված կամրջի և դրա արհեստական կառուցվածքների հիմնանորոգման մրցույթում։ 2024 թվականը այս ընկերության համար դարձել է խոշոր պայմանագրերի տարի, մասնակցելով միլիոնավոր դրամների հասնող կապիտալ ծրագրերի։ Ընդամենը 5 տարվա պատմություն ունեցող ընկերությունը սկսելով զրոյից պետական գնումների հաշվին կարողացել է գեներացնել հարյուրավոր միլիոն դրամների հասնող պորտֆել, դառնալով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Երևանի քաղաքապետարանի հիմնական գործընկերներից մեկը։ Ըստ պետական ռեգիստրի ընկերության 100% բաժնետերը և իրական շահառուն Ռուզաննա Եղիյանն է, իսկ տնօրենը Արման Մելքոնյանը։